յուրաքանչյուր պետություն պարտավոր է իր ինքնիշխանությունը պաշտպանելու տալինի Ֆրանսիան դեմոկրատիայի հայրենիքը, տալինի ամերիկյան ազատության հայրենիքը, տալինի Գերմանիան իր կարգու կանոնով, թե տալինի Զանզիբարը, Հասկացա, այսինքն դուք այստեղ բայց եք դնում։ Բայցի հարցը այո, ես կարծում եմ, որ առնահեղություն չպիտի լինի, բայց դա պայման ունի։ Մյուս կողմը ռեսուրսներ չունի։ Հայաստանի Հանրապետության, որ ունենան կանեն, վստահ եղեք։ Որ ունենան կանեն։ 100% ոչ մի կասկած չունեմ։ Ոչ մի, որ իրենք կանեն 100%-ով, այդ ռեսուրսը չունեն, կանեն իրավակարգի վրա այդուհանդերձ վստահ չէ, որ չեն նստելու, թե չէ վաղուց էին արել։ Իմ կարծիքն այդպեսին է։ Եվ այսպես ինչ եմ ուզում ասել, մեր անվտանգության ուժերին պիտի առաջարկել, որ մի 2 տարի իրենք ձգեն եւ այս կարգի երկիրը խաղաղ պահեն, որտեվ անվտանգության ուժերից, ոստիկանությունից է կախված շատ բաներ այդպեսին։ Եվ ժողովրդից էլ հբարտ քայլեն։ Դրանց դիմաց չգլուխ խոնարեն։ Դրանք ձեր գեղեցիչներն են, ուզում են երկեն, ուզում են չէ, որովհետև ոչ մեկը նայեցեք կամ իմ իմացածով, մի հատ քաջություն չունեցավ, լավ տարել եք, կա նաև կարծեմ ձևը, որ եթե կամավոր վերադարձում են ինչ-որ տոկոս, քրեական բան ամեն ինչ վերջանում է։ Եվ դա շատ բավականին նույնիսկ ասում են, խելոքները դա են անում, այն գողականները իրենց արժանապատվությանը չի, գողանալ արժանապատիվ է գանձագողությունը, բայց վերադարձնելը չէ։ Վերադարձնելը ցավոտ է։ Դե ասեցի, այդ ձևն էլ կա։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Մենք հիմա ինչ է լինում։ Պարզ է ակնհայտ է, որ այս 2 ամիս կլինի, հա, այս բանը ինչ-որ Սամվել են հայտնվել, ուրեմն ադրբեջանցիները քերում են Ռուսաստանն են Ադրբեջան տանում, սրանք Հայաստանը պարտված, ջախջախված, ունեզրկված քերում տանում են Մոսկվա, սա ահավոր խայտարակություն է, բայց այդպես է, հիմա բայց բոլոր դեպքերում կոնսոլիդացվել են ներքին կապերով եւ սրանք հակագրոհի են անցել, դիմակայությունը մեծացել է իշխանության հանդեպ, իշխանությունը պարտավոր է ըստ սահմանադրության, օրենքների եւ ինքնապաշտպանության ժողովրդի արժեվ ունեցած պատասխանատվության իրավական մեխանիզմն աշխատեցնել, ընդ որում դա չպետք է լինի պարակայական եւ չպետք է ընդրողական, ովքեր որ օրենքի հետ հարց ունեն, բոլորը պետք է գնան գիլյոտինի տակ, ու վերջ Դատարան եւ գիլյոտին ես նկատի ունեմ դեմոկրատական գիլյոտինը, ինչի որ ես արնահագություն եմ ուզում, որովհետեւ կարծում եմ որ մեր մեջ դեմոկրատական գիլյոտինը որն է լինելու այդ աշխան պահածներով, օրենքը իրավունքից բխող օրենքը, այո, ոստիկանությունը բռնություն կարձադրող ուժ է եւ ես դրվում եմ մեր իշխանություններից ոստիկանության հանդեպ իրենց ունեցած վերաբերմունքից ոստիկանությունը պետք է հանդերձավորվի համապատասխան ձևով եւ յուրաքանչյուրը պետք է հայտարարվի, որ ոստիկանի շորից կախվողն անգամ պատասխան կստանա։ Նոյեմբերի 1-ից ընդ որը ոստիկանական գվարդիան պետք է արվի։ Գվարդիան կգործի այս նոր օրենքի։ Պիտի գործի Իսրայելի ստանդարտով։ Ես նկատի չունեմ ազգայինը, Իսրայելի ստանդարտով ոստիկանին մոտեցար մամատ կլացածնի կիմանաս օրը, դատարաներ ոստիկաններ, բայց ոստիկանները օրենքով պետք է աշխատեն, ինչի շահարկեն իրենց այսինքն պետությունը խաղ ու բան չի, կատակ չի, եւ սա Արցախի վիճակին բերելու վիճակ չի, որ այսպես խաղեր անես եւ տեսեք սրանցից մի մասը արցախցիներ են, չէ՞, մեկը չգնաց այդ դժբախտ վիճակում ժողովրդի հետ լիներ այդ վիճակում, ինչ որ է հիմա այս հարցերի մեջ այսպես է դիմակայությունը մեծացել է, ես կարող եմ ասել, այստեղ փակագծեր բաց են, հա Հայաստանում սկսվել է սողացող հակահեղափոխություն սկսվել է եւ ով է սրանց կոնսոլիդացրել ասում են չէ ըստ ժողովրդի որտեղից ոչ հավես չունեմ առանձնապես իրենց մասին խոսելու խոսքը մերը քաղաքականի մասին է Ես վստահ եմ, որ կոպիրկինն է սրանց ուրեմն համախմբել, որտեղ իրենք ի վիճակի չեն իրար հետ կլանային շահերի պատճառով իրար հետ լինել։ Այսինքն հակահեղափոխական ուժերին թե հակաժողովրդավար։ Հակահեղափոխությանը ժողովրդավարությունը մենք ենք, պետությունն է, որը անընդհատ վարչապետը գրգնում է, որ մենք ժողովրդավարությունից չենք շեղվելու եւ այլն։ Եվ այստեղ է մեր միջազգային հարաբերությունների դաշինքի ուժը։ Ուրեմն այսպես կոպիրկինը գրոհի է նետել
բանը, այստեղ նույնիսկ ոցավառեցին եկեղեցու հակապետական վերնախավին։ Խայտարակություն է, բայց դա նաև ուրիշ բան է, որ ի վերջո ճանապարհ բացվեց եկեղեցու հայաստանյաց Աստծո եւ հայաստանյաց ծառայության վերադառնալու համար, այնպես որ անվտանգության ուժերը պիտի հանցան ձևով գործեն, որ հակահեղափոխությունը սկսված է, սա անվանենք սողացող հակահեղափոխություն, մնացածը ինչ է լինելու։ Պարագլուխներին ենք հավաքում։ Օրենքի հետ ով որ հարց ունի, պարագլուխ բան չկանդրովի չպիտի լինի։ Բայց ընտրովիչի, պարոն Շիրինյան, այնտեղ մի քաղաքները վարկանիկը նայեցեք, դե նրանք ուժ ունեն, համայնքի անունից են խոսում։ Համայնքից սկսել են Համայնքի անունից են խոսում, այն մեկը արդեն հեղաշրջման առաջարկ էր անում, երբ որ հայտարարեց լեննական անկախ է, լեննական անկախ է։ Օրինակ Դավիթ Համբարձումյանը, Դավիթի մասին էլ իշքան գիտեմ քրեական գործը վաղուց է, եկել է այդ օրն է։ Հիմա դուք պետք է դատավորներին հարցնեք ինչու են այդ օրը նշանակել եւ այն։ Բերեք առաջացնենք։ Ուրեմն եւ ես կարծում եմ, որ մենք պարտվելու իրավունքը չունենք։ Չենք էլ պարտվելու որպես պետականություն։ Ես իրենց պիտի հիասթափեցնեմ նաև։ Նիկոլ Փաշինյանի գնացքը հնարավորություն չունի։ Նիկոլ Փաշինյանի գնացքը մնալու է Հայաստանում։ Գնում է, չէ, Հայաստանը գնում է ապակա հիմա Նիկոլի հետ կգնա առանց Նիկոլի, բայց այս անգամ վստահաբար մեքենավարը էլ ինքն է լինելու, իրենց էլ երջանկություն չի լինելու։ Բանին էլ վարչապետին էլ պետք է ցանկանալ, որ շատ ավելի խոհեմ աշխատի, շատ ավելի ճկուն եւ ավելի խիստ օրենքը խստության պահանջ ունի։ Այս օրենքները ռեզին չեն ձգել։ Այո, իրավունքից բխող օրենսդրությունը պիտի կիրառվի։ Եվ մենք իրավունք չունենք, գիտեք պատմական իմաստով ուրիշ անելու, ինչու։ Որտեղ մենք համաշխարհային իրավագիտական մտքին տվել ենք մխիթար գոշ լամբրոնացի եւ այլն, մենք աշխարհում հայտնի ենք ոչ գողապետություն, ոչ հավատի երկիր, այլ հավատի օրենքի ժողովուրդ, օրենքի երկիր։ Մահմետականները մեզ անօրեն են ասում, չէ, այսինքն հավատ չունենք, իրենց հավատի չենք։ Մենք իրենց անվանել ենք անօրեններ, օրենքներ չինվածողներ։ Հիմա այս ռուսական սեգմենտն անցել է ռուսականի անօրեն սեգմենտը, որտեղ օրենք եւ այլն ընտրողապար էսպես։ Հիմա ես պետք է առաջարկեմ նաեւ, որ ընտրողապար չլինի, եթե այդ հնարավորությունը կա, մնացածը կարծում եմ, որ ամեն ինչ լավ է։ Եվ ոչ մի վտանգ չի լինելու, բայց իրենք գրոհելու են, գրոհը սկսել են եւ հուսահատեցնելու են եւ այլն եւ ժողովրդի անունից են խոսում։ Գանձակողությամբ զբաղված մարդիկ ինչ իրավունք ունեն ժողովրդի անունից խոսել։ Ես սա ընդհանրապես չեմ հասկանում։ Եվ երկրորդը, մի բան կա, բանական մարդու համար եմ ասում աշխարհում եք։ Հնդրություններով իշխանափոխություն է լինում նորմալ է։ Նորմալ է։ Հիմա Նիկոլ կընտրվի թե հակա Նիկոլ կընտրվի նշանակություն ունի։ Սերժը հաստատ չի ընտրվել, Ռոբերտն էլ չի, իրենք հույս չունենան, ով էլ ուզում է ընտրվի հիմա։ Այս պայմաններում Սամվելն էլ չի լինելու, ով Ռուսաստանից որպես էմիսար է գալու չի լինելու։ Ինչ ուզում է անեն, բայց հիմա մնացածը թող ընտրեն։ Էսի ձև է, որ ուրեմն ընտրություններում 700,000 մարդ կարծեմ ձայն է տվել մեր բարագայում, դա մեծ թիվ է, եթե Չինաստանը լիներ 700 միլիոն։ Վարչապետին է տվեց այն։ Վարչապետին չի, ԿՊ-ին է ցայն տվել, ինչու վարչապետին։ Ինչու են առանձնացնում վարչապետին։ Ընտրության կարգը ինչ է, չէ, ձեզ չեմ ասում, ընդհանրապես։ Ընտրությունը եղել այդ կուսակցություն այդքան ձայն է տարել։ Հաջորդ օրվանից որնալից իշխանափոխություն։ Սա է հայ դեմոկրատիան, հա, էս է։ Այդ այսինքն ինչ է նշանակում սրանք եթե իրենց դուրը չի գալիս իշխանափոխություն ես ԿՊ-ն ունի մի քանի մեծամասնություն են մի երկու օրենք թող արագ վերցնեն եւ անցկացնեն առ մեկը լրատվության այդ բաներին հա հերոսագախմբերի վերաբերյալ որ լրագրությունը այսօր Հայաստանում իշխանություն է դարել իսկական անվտանգության հարց է լուծում, որովհետև լրագրությունը հարգված նորմալ բան է, ես ինքս աշխատել եմ երկար ժամանակ թերթում եմ աշխատել, բայց սա ինչ է, տերորի միջոցի են վերածել սեփականատերերի կողմից, օրենքը պետք է կարգավորի մի բան արեք, ամեն ինչ օրենքը պետք է կարգավորի եւ նաեւ այդ իշխանափոխություն եւ այլն պետք է իմանան, որ անկախության դեմ ուղիղ կամ անուղղակի գործողությունները օրինակ գիտեմ որ մահապատիժ չկա ինձ որ մնա մահապատիժ կմցվի եւ վերջ